Արմեն ջան, դե քանի որ այսօր մարտի 8-ն է եւ կանանց միամսյակի առաջին օրն է, առաջարկում եմ քննարկենք կանանց թեման։ Արի քննարկենք։ Տես մենք բախում կլինի, թե չի լինի։ Ողջույն։ Այսօր քննարկում ենք կանանց։ Այո։ Ես մինչև քննարկումը սկսելը առաջարկում եմ մի հատ շնորհավորենք մեր կանանց։ Մենք քեզանից ըստերովին։ Ես շնորհավորում եմ մեր կանանց, աղջիկներին եւ ցանկանում եմ, որ կյանքում լինեն շատ երջանկության պահեր, որտեղ երջանկությունը երկար չի տևում, ինքը կարճ է լինում։ Ես էլ եմ շնորհավորում աշխարհի բոլոր կանանց, աղջիկներին։ Ես ուզում եմ մի բան մաղթել կանանց, ես ուզում եմ, որ իրենք լիարժեքությամբ հասկանան իրենց դերը աշխարհում եւ լինեն շատ երջանիկ այդ դերակատարության, այդ դերի ու իրենց արժեքի համար։ Ու թերևս թեմային համահունչ էլի, էլի վերադառնալով նրան, որ մենք տարբեր սերնդակիցներ ենք, ինչ ես կարծում, մեր մամաների ու մեր կանացիությունը նույնն են։ Դե կանացիությունը դա ընդհանուր ձևաչափ է, եթե կինը կանացի է, ինքը կանացի է։ Եղել է դա մեր թվարկությունից առաջ թե հիմա։ Եղել է դա մեր մայրիկների, իմ մայրիկների ժամանակ թե քո, եւ կարծում եմ, որ կանացի լինելը դա գերադասելի է կնոջ համար։ Պետք է կանայք կանացի լինեն, այո։ Ես միշտ ունեցել եմ տպավորություն, որ նախկինում կանայք միշտ ու բոլոր կանայք եղել են միայն կանացի։ Չէ, իհարկե։ Մեր ժամանակ էլ կանայք եղել են եւ կանացի, եւ կային շատ ուրիշ կանայք, որոնք եղել են կոպիտ, աններելի պահվածքով ներողություն, այո։ Այնպես որ ինձ թվում է միշտ էլ եղել են եւ կանացի կանայք եւ կլինեն։ Դե իհարկե ինձ համար էլ կանացիությունը այդ անխոս շատ կարևոր կետում է գտնվում, շատ կարևոր։ Որտեվ կնոջ համար առաջի հերթին կինը պիտի կանացի լինի ինքնին։ Ինձ համար էլ է այդպես, իմ համար կինը առհասարակ կանացիության մասին է։ Այո։ Եթե ինքը կին է, ինքը պիտի լինի կանացի։ Իմ համար այդ տարբերակ չեղավ։ Հա, այստեղ մենք նույն կարծիքին ենք։ Նույն կարծիքին ենք կանացիության գաղափարի հետ կապված, բայց ես այնուամենայնիվ մտածում եմ, որ մեր մամաների ժամանակ կանացիությունը ավելի արտահայտված էր, քան հիմա, որովհետև հիմա հատկապես նոր սերունդը, նոր սերունդը գիտես ինչի մասին է։ Գիտեմ, մոտավորապես գիտեմ։ Հարմարավետության։ Այո։ Իրանք ճիշտ են, ասեմ քեզ, բայց միևնույն է, կինը պետք է կանացի լինի, որովհետև հենց կանացիությամբ է գրավում տղամարդուն, իսկ դա մեծ նշանակություն ունի։ Դա իմ կարծիքն է։ Այստեղ դու շեշտեցիր տղամարդ, հիմա մի ուրիշ հարց առաջացավ։ Կարևոր է, որովհետև չենք կարող փախնել այդ հարցից։ Կա, չէ, տեսակետ ու բոլորովին վերջերս, հատկապես վերջերս դա շատ է արծարծվում, երբ որ ասում են, որ հատկապես կանայք են ձգտում դրան, որ լինի կնոջ եւ տղամարդու իրավահավասարություն, սահմանների հավասարություն։ Իհարկե։ Հա, դու համաձայն ես։ Իհարկե համաձայն եմ, ես էլ եմ ինձ միշտ ազատ եմ զգացել, երբևիցե չեմ զգացել, որ տղամարդը իմ կողքի տղամարդը ինձ ճնշում է, եւ ես չեմ էլ թողնի, որ ինձ։ Բայց արի արդարության համար ընդունենք, որ նախկինում ավելի շատ այդպես էր։ Նախկինում ավելի շատ կինը ճնշված էր։ Համամիտ եմ, կա տենց բան։ Օրինակ տես, դու համաձայն ես, որ իրանք գան լրիվ իրավահավասարության կետի, սահմանների հավասարություն։ Բայց դա կանացիության վրա չի ազդում։ Բայց տես, հիմա մի բան։ Ես շատ կենցաղային մի հարց պիտի հիմա քննարկեմ, շատ հանդիպող բան է դրա համար։ Տես, ոնց ես վերաբերվում նրան, որ երբ որ կինը եւ տղամարդը օրինակ գնում են ընթրելու կամ թեկուզ սուրճ խմելու ռեստորանում, այս բարգեմ ով պիտի վճարի դրա համար, կինը թե տղամարդը, թե իրանք նորմալ է, որ վճարեն հավաստար, ոնց ես դու վերաբերվում։ Դե եթե Հայաստանում ենք, մենք Հայաստանում ենք, իհարկե մի քիչ խորթ է դա, եթե տղամարդը չի վճարում։ Բայց ես կարծում եմ, եթե նենց հանգամանքներից ելնելով հավասար կարելի է վճարել, ինչու՞ չէ։ Ես հայ տղամարդու հետ երբևիցե տենց խնդիր չեմ ունեցել։ Եղել է արտասահմանցու հետ գնացել եմ սրճարան,
նախապես որոշված է եղել, որ 50-50։ Դա նորմալ է, ինչ կա դա։ Ինձ համար մեր հայ տղամարդիկ այդպիսի բան չեն թողնում։ Հաստատ, ես միշտ բոլոր տեղերում, գուցե դա ինչ էր բան թվա, բայց ես միշտ հպարտանում եմ մեր տղերքով, որովհետև հա, մեր տղերքը այդ թույլ չեն տալիս ու այդ այնքան հաճելի է։ Եվ դրանով իրենք գուցե ենթագիտակցաբար եւ գուցե ակամա մատնացույց են անում քո կանացիությունը, դու կին ես, ես եմ վճարում քեզ համար։ Այդ գաղափարը ինձ պրոստը ես կարծում եմ, որ իրանք այդ ժամանակ շեշտում են իրանց տղամարդկությունը, ոչ թե մեր կանացիությունը, այլ իրանց տղամարդկությունը։ Դրա համար ասեցի, գուցե ակամա են դերադասելի, որովհետև հա իրանք իրանց տղամարդկությունը շեշտելով մեզ ավելի կանացի են ստիպում, որ զգանք, նենց որ մենք հայ տղամարդիկ շնորհակալություն, որ այդ տեսակի բարում եք մեզ այսպեսի գեղեցիկ։ Չնայած դա գիտես, օրինակ իմ համար դա մտածելու թեմա էլ չի եղել երբեք։ Բայց այնուամենայնիվ ես մտածում եմ, որ այն ժամանակ թե հիմա, ասեմ, էլի, տարբերություն չկա։ Տես, դու կողմ ես այդ իրավահավասարությանը ու լրիվ։ Ես այնուամենայնիվ մտածում եմ եւ ուզում եմ, որ լինի այդպես, որ կանանց դերը մի փոքր ավելի զիջի տղամարդ։ Այո, ինչու՞ չէ, ինչու՞ չէ։ Դե տղամարդը պիտի կնոջը պաշտպանի։ Բնությունը թելադրում է այդպես։ Լավ, իսկ հարց տամ, կոմպրոմիսը եւ կինը համատեղելի են իրար հետ, թե ոչ։ Ես կարծում եմ, որ դա պարտադիր համատեղություն պետք է լինի, որովհետեւ եթե դու ոնց շեշտեցիր տղամարդը չէ որ պաշտպանում է կնոջը, այսինքն միշտ պաշտպանի դերում տղամարդն է, հետևաբար ստեղ պիտի գործի այդ համատեղությունը։ Իսկան կինը պետք է գնա կոմպրոմիսի։ Իսկ լավ, վերցնենք ընդհանուր ընտանիքում վերցնենք։ Կինը կոմպրոմիսի պիտի գնա։ Ինչքան պիտի կոմպրոմիսի գնա։ Ինչ սահմաններում, չէ՞ որ պիտի սահման լինի։ Չես կարող թողնել, որ կոմպրոմիսը գնա ու գնա։ Հա։ Նախ այստեղ այդ կոմպրոմիսը ես կարծում եմ, որ պետքա գա քննարկման արդյունքում։ Եթե ընտանիքի մասին է խոսքը, այո։ Եթե կա, տես, եթե կան իրավիճակներ, որտեղ որ կինը հասկանում է, որ տղամարդը ամեն դեպքում վերցրել է իրավիճակը իր վրա եւ ինչ էլ որ լինի դա չի փոխվելու, այստեղ կնոջ խելացությունը կոմպրոմիսի գնալն է ասես։ Այսինքն կոմպրոմիսը դա խելացությունն է։ Անպայման։ Ճիշտ գնահատման, սիտուացիայի ճիշտ գնահատման։ Այո։ Այո, ընդունելի է, ընդունում եմ։ Էլի բախում չեղավ, ես ինչ կաբարա։ Այսօր շատ համերաշխ, մի տեսակ տոնական։ Տոնա, չէ՞ որ։ Չէ՞ որ սկսվում է մեր տոնը։ Այո, այո։ Մարդ, ինչ ես կարծում։ Կինը երբ պիտի ասի ոչ եւ արդյոք իրեն հեշտ է ասել ոչ։ Ահա։ Կինը պետք է ասի ոչ, դա աքսիոմա է։ Եթե ուզում է ասել ոչ, պիտի ասի, պիտի կարողանա, բայց միշտ չէ որ դա հեշտ է։ Որովհետեւ նայած ում ես ասում ոչ, նայած ինչ պարագայում ես ասում ոչ։ Օրինակ, ես կարող եմ իմ օրինակը բերել, երբ սիրո բացատրություններ լինում մոտիկ ընկերոջից, հա, մոտիկ մարդուց, ես անհարմար էի զգում ասել ոչ։ Եթե նենց անկապ ինչ-որ մեկներ, հա, հարց չկա, բայց նեղվում էի, ասում էի, գուցե իր տղամարդությանն եմ կպնում, պապին եմ կպնում, ուզում էի, որ ինքը հասկանա, բայց մի օր մի ընկերոջը հարցրեցի, ասեմ մի 10 տարի առաջ երևի հարցրեցի, նենց չի որ երիտասարդ ժամանակ եմ հարցրել, ասեցի, բայց չէ, ուղղակի ընկեր է, մենք ընկերներով նստած էինք, sense մի թեմա գնաց, ասեցի, ինչ ես կարծում, եթե ինքը լսի կհիշի, որտեվ ես մեծ զարմացա, ասեցի, բան այդտեղ մի դեր Մարջան ասում, մենք սովոր ենք, երբ որ ասում են չէ, ասում ո՞ն։ Ես անգամ գիտես ինչ մտածեցի, ասեմ, ես տղամարդ լինեմ, ինձ ասեն չէ, ես չգիտեմ ոնց կպարվեմ այդ աղջկա հետ։ Ես կարծում եմ մենք մի օր պետք է ունենանք կին տղամարդ առանձին թեմա, որտեղ հիմա շատ sense ներքանեկատիվ ասացի։ Տես, ես ինչ որտեղ հասկանում եմ քեզ, երբ որ դու ասում ես, որ ես մոտ էի զգում ասել ոչ, որտեղ իմ մոտ էլ կար տենց մի բան, ես մտածում եմ երևի ես կվիրավորեմ իր ինքնասիրության, ես չեմ ուզում մարդուն վիրավորեմ, բայց հիմա երբ որ կյանքի հետ մեծանալու հետ համաձայն հասկացա մի բան, որ դա սխալ է անցալվում։ Երբ որ դու չես ուզում, որովհետև տղամարդը չի անցալում, որ դու իրան
չես ասում ոչ, որովհետև դու չես ուզում իրեն ձևի մեջ ապրես, ձևի մեջ մտել, սպասի հələ մի հատ մյուս կողմից զախոդ անեմ, քիչ տգեղ բառ է, բայց այդ զախոդը էլի ընդունված բառ է։ Դրա համար ես համաձայնում եմ, այո, պետք է ասել ոչ, այո, պետք է կարողանալ ասել ոչ։ Իհարկե ոչ կոպիտ, ես տեսել եմ, գիտես, կողքից տեսել եմ ինչքան տգեղ են աղջիկները տղաների հետ տենց դուրս չի եկել։ Անգամ մեկին ես հիշում եմ, որ հրավիրեց բարելու, այդ աղջիկը ասեց չէ, մի երկու ուրեմն համարից հետո, հա, երաժշտությունից հետո էլի նորից այդ տղան մոտեցավ, նենց կոպիտ ասեց, չէ, որ ես անգամ նկատողություն այդպես մարդ ես էլի, կարելի էր մի քիչ ավելի մեղմ ասել։ Չգիտեմ, բայց ոչ ասել պետք է։ Արմին ջան, մի սենց հարց, ի՞նչն է կնոջը խանգարում լինել ազատ։ Նախ պետք է սկսել նրանից, թե ոնց է ընկալվում այդ ազատությունը, որովհետև շատ հաճախ շատ վատ է, բայց համատարած ազատությունը մեր աղջիկները ընկալում են որպես սանձարձակություն։ Այո։ Այդ դա ազատությունը չի։ Ազատությունը այդ կարողանալն է ազատ խոսք ասել։ Ազատությունը էտեն է, երբ որ կնոջ կարծիքի հետ հաշվի են նստում, ընդունում են, գաղափարն են վերցնում։ Դժվար է, երբ որ կինը ազատ է։ Հա, դժվար է, բայց ազատությունը դրա մասին է, հա, ու ինչն է խանգարում կնոջը ազատ լինել։ Երևի հենց այն, որ տղամարդիկ դրանից զգուշանում են։ Տղամարդիկ շատ են զգուշանում դրանից ու այդ խանգարում է կնոջը դասավորել իր ազատությունը։ Ռուսերեն ասեմ, самооценкան իջնում է։ Հա, բայց այդ տենց չի ու այդ դրա մասին չի, որովհետև իսկապես ազատությունը գնահատող կինը երբեք տենց չի վերաբերում, երբեք չի վերաբերում դրան այդ տեսանկյունից։ Այսինքն ինքը չի նայում, որ եթե ես այս հարցում ազատ խոսք ասեցի ու դա ընդունվեց, այս տղամարդու ինքնագնահատական ընկավ, չէ։ Տղամարդու հակառակը, կինը հակառակը սիրելի տղամարդիկ կանայք գնահատում են այն տղամարդկանց, ովքեր տալիս են իրենց ազատություն։ Այո։ Շատ ավելի, քան այո։ Այո։ Այնպես որ ես կարծում եմ, որ միակ խանգարող բանը այդ է այսօր։ Իսկ ինչի են այսօր բոլորս այն կարծիքին ենք, որ կանայք ավելի ազատ են։ Ինչ ես կարծում, ինչու։ Ես իմ կարծիքում եմ, դու ասա, ես էլ մտածում ենք, որ կանայք ավելի ազատ են։ Գիտես ինչ ենք եկել այդ եզրահանգման, որովհետև կանայք այսօր սկսել են ավելի ակտիվ լինել, ավելի ակտիվ գործունեություն ծավալել, վաստակել, վաստակելը շատ մեծ նշանակություն ունի։ Իսկ դա էլ է կարևոր։ Դե կինը միշտ էլ հոգում էր։ Չէ, հոգալ ֆինանսով։ Տես, առաջ կինը նստում էր, սպասում էր, երբ հայր ամուսին ստանալու աշխատավարձ, ընտանեկան հարցերը լուծելու, սա անելու, նա անելու, հետո եթե տակը մի բան կմներ, մի հատ զուգագուլպայի գումար կխնդրեր։ Այսօր այդ խնդիրը չկա։ Այսօր կինը հստակ կարողանում է վաստակել իր զուգագուլպայի կամ, չգիտեմ, շրթներքի գումարը եւ դրանով դիտարկվում է գուցե ազատ։ Բայց դա շատ լավ է։ Ուղղակի մի բանի հետ չեմ համաձայնում, որ ասում ես առաջ այդքան տենց շատ մի ասեք առաջ, այ բախումը գնաց։ Չէ, պարտադիր պիտի մի բան անի, Չէ, ինչի առաջ տենց բացատրեմ։ նույն ձև էր, ասեմ քեզ, նենց չի որ, բայց համատարած տենց չէր, իսկ հիմա համատարած այդպես է։ Համատարած այդպես է։ Ես ասեմ, որ լավ, անցնենք ուրիշ մի հարցի այդ դեպքում, հա։ Կայացած կինը։ Քո կարծիքով կայացած կինը ով է։ Իմ կարծիքով կայացած կինը նախ ես միշտ ասում եմ, որ կինը պետք է նախ ինքը կայանա։ Այո, ինքը, այսինքն այստեղ մենք բոլորս ընկալում ենք կայացածը։ Ինքնուրույն նկատի ունես։ Այո, մենք բոլորս ընկալում ենք կայացվածությունը ֆինանսական ապահովության մի ինչ-որ շատ կարևոր։ Լավ, բայց չէ, եթե դու կարող ես լինել ֆինանսապես անկախ, կայուն, բայց դու երբեք չլինես կայացած։ Այո, կինը ինքնաբավ կինն է։ Կայացած կինը երբեք չի մրցում։ Այսօր կայացած կինը ներողություն, եթե գումար չվաստակեց, կայացած կինը գումար չվաստակեց, ոնց է ինքը։ Տես, այսօր լիքը կանայք կայացած կոչվելու։ Մարդ, տես, այսօր լիքը կանայք եւ աղջիկներ,
չունենալով կրթություն, իսկ կրթությունը կնոջ Բա։ կյանքում շատ կարևոր, շատ կարևոր Մհմ։ մաս է, նույնիսկ եթե ինքը այդ կրթությունը իր աշխատանքային առօրյայում չօգտագործի, բայց ինքը պիտի դաստիարակի սերունդ, իսկ այդտեղ իր կրթվածությունը խիստ կարևոր է։ Այսօր կան շատ աղջիկներ, ովքեր աշխատում են շատ մեծ գումարներ, եւ իրենք չունեն կրթություն, իրենք չունեն մարդու հետ Բայց իրանց կայացած են ապրես, զգում, տարական կայացած են կուլտուրա, իրանց զգում։ բայց իրենք ասում են ես կայացած եմ։ Իրանք այդ կայացվածությունը տեսնում են միայն իրենց աշխատած գումարի մեջ։ Այո, իսկ մեր ժամանակ, հա, կայացած կիներ համարվում այն կինը, որ ուներ լավ կրթություն, կայացել էր որպես մասնագետ, շատ մեծ տարբերություն չկար աշխատավարձի մեջ, բայց բավականին տարբերվում էր մնացած աշխատողների աշխատավարձից եւ երբեք ինքը չի ասել ես շատ փող եմ աշխատում, ես կայացած եմ, ես պետք է սենց, ես դրա համար իմ լեզուն կներեք, արտահայտությանս համար պետք է երկարի։ Ոչ, շատ ժամանակ շատ փողը չի բերում արժանապատվության։ Եվ ցավոք սրտի այսօր շատ կանայք եւ երիտասարդ կանայք այդքան բանը չեն հասկանում։ Հա, համաձայն եմ։ Այսինքն Դրա համար եմ ասում, կրթվածությունը շատ կարևոր մասնիկն է կայացած կնոջ, շատ կարևոր։ Եվ ես էլ քո հետ համաձայն եմ, որ ինքնուրույն պիտի կայանաս։ Երբ որ ինքնուրույն ես կայանում, ոչ թե պապայի կամ ամուսնու փողերով, այլ ինքնուրույն ես կայանում, դու հասկանում ես ուր ես գնում, ինչի համար ես։ Ես պետք է ասեմ, դա շատ դժվար ճանապարհ է։ է։ Շատ դժվար է ինքնուրույն կայանալ, բայց հնարավոր է, հավատացեք։ Այնուամենայնիվ, երևի մեր այս լուրջ փուլը եզրափակենք իմ մշտական հարցով։ Ինչ ես կարծում 2030 թվականին ինչպիսին կլինի կնոջ կերպարը։ Դե առանձնապես 4 տարի է մնացել, տարբերություն չի տա, ուղղակի կարող եմ ասել, որ ինչքան զարգանում է այս թվայնությունը, մեր հասարակությունը, այնքան կանացիությունը, կինը ոնց որ ավելի այդ հասկացողությունները արժեզրկվում են։ Շատ վատ է։ Մենք պետք է պահենք դեռ այն մեր շորշոփը ձեր վրա կա, թե ձեր շորշոփը հետո կլինի թե չէ, ու 30 թվի մասին չի խոսքս, թեկուզ 40-ին, ես խիստ կասկածում եմ։ Ես խոստանում եմ, որ 30 թվի ինձ հետ շփվող եւ ինձ հետ գործունեող աղջիկների վրա ամեն դեպքում ես կթողնեմ այդ շորշոփը։ Քո շրջապատը միգուցե։ Բայց հա, բնականաբար գնալով այդ ամեն ինչը զիջում է, շատ ցավալի է, շատ։ Բայց սիրելի աղջիկներ ու կանայք, դուք միշտ իմացեք, որ դուք պետք է տարբերվեք տղամարդկանցից ձեր կանացիությամբ, ձեր խոնարհությամբ ու երբեմն այո, իրենց զիջելու կարողությամբ։ Տղամարդկանց հետ մրցել բոլորովին պետք չի։ Թերևս անցնենք ավելի թեթև բաների հիմա, ես առաջարկում խաղալ մեր հետաքրքիր ու հավես թեթև, չէ՞։ Այո, պատրաստ ես։ Պատրաստ։ Սկսեմ ես։ Այսօրվա կինն ավելի ազատ է, թե ճնշված։ Չէ, ավելի ազատ է։ Կանայք իրար աջակցում են, թե մրցում։ Մրցում են 100%։ Ցավոք։ Ուժեղ կին արտահայտությունն օգնում է, թե ծանրաբեռնում։ Չէ, օգնում է, ստիմուլ որպես։ Ուժեղ թե խոցելի կին։ Իհարկե ուժեղ։ Լինել լսված, թե գնահատված կին։ Իհարկե գնահատված լսելուց հետո։ Ավանդական թե ժամանակակից կին։ Ժամանակակից։ Կանայք ավելի շատ պայքարում են, թե հարմարվում։ Պայքարում են, հարմարվում են, պետք է եւ պայքարել եւ հարմարվել։ Իսկ ավելի շատ պայքարում են, թե հարմարվում։ Այսօրվա կինը միգուցե պայքարում է, բայց գերադասելի է, որ հարմարվի։ Բայց ձեր ժամանակվա նայեք։ կանայք ավելի շատ հարմարվում են, չէ՞։ Այո։ Լավ։ Բախում չեղավ էլի, փաստորեն էլի բախում չեղավ։ Շատ խոնար ու հաճելի զրույց։ Կանացի զրույց ենք այսօր ունենում, փաստորեն քննարկում։ Կնոջ ձայնն այսօր լսված է, թե բարձր։ Լսված։ Լսված է։ Կինն այսօր ավելի շատ ընտրություն ունի, թե պատասխանատվություն։ Կինն այսօր ավելի շատ ունի ընտրության պատասխանատվություն։ Կանացիությունը ընտրություն է, թե պարտադրանք։
Ուզում եմ որ կանացիությունը լինի պարտադիր Թե Արմինե, թե։ Կեսուր թե զոնքաչ։ Կեսուր։ Կեսուր։ Լինել հնազան, թե վայ մամա ջան։ Վայ մամա ջան։ Այո, ես էլ համամիտ եմ։ Լավ, sense մի հատ էքսպրոմտ մեկ ուրիշ հարց։ Վախենում ես մեծանալուց, թե ոչ։ Ես միշտ եմ վախենում մեծանալուց, բայց ոչ թե վախենում եմ թվերից, այլ վախենում եմ, որ հայելու մեջ իմ արտացոլանքը կփոխվի։ Ես ուզում եմ, որ ինչքան էլ մեծանամ, հայելու մեջ նայեմ ու ինձ էլ տեսնեմ։ Դե հիմա։ Կինը պետք է լինի հարմար, թե ինքն իր հետ ներդաշնակ։ Միանշանակ ինքն իր հետ ներդաշնակ։ Այո։ Ես քեզ մի խաղ եմ առաջարկում խաղանք։ Խաղում եմ ես քո հետ։ Ես քեզ կասեմ նախադասություններ, որոնք դու պիտի շարունակես։ Պատրաստ ես։ Կինը գեղեցիկ է երբ։ Երբ սիրում եմ։ Կինը ուժեղ է երբ։ Սիրված է։ Սաղ սերա։ Կնոջից ամենաշատը սպասում են։ Փոխադարձեր։ Հա բա ոնց։ Կանացիությունը ինձ համար։ Կանացիությունը իմ էությունն է։ Ինձ համար իմ էությունն է։ Կինը իրավունք ունի։ Ամեն ինչի իրավունք ունի։ Եթե կողքը կա սիրող տղամարդ։ Լսեցիք։ Ամեն ինչը պատտվում է սիրող կողքը։ Սիրո շուրջ։ Ամենադժվարը կնոջ համար։ Մոտիկ մարդու կորուստը։ Կինը միշտ ուզում է որ կողքը զգա ուժ։ Միայնակ չլինի։ Լավն է, ինչնայած սերը զիջեց վերջում, բայց ուժն էլ է սիրո մասին։ Այո, ես էի ուզում ասեի, իհարկե։ Արի մի բան էլ ես առաջարկեմ, էքսպրոմտ առաջարկեմ, ուրեմն այն վերևում որ հարց տվեցի կիսուր զոնքաչ, արի հավեսի համար մի հատ sense հարցաշար անենք։ Ինչ կուզես լինես։ Կիսուր թե զոնքաչ։ Հետաքրքիր է։ Կիսուր թե զոնքաչ, որը կուզես լինես։ Կեսուր ասել եմ։ Կեսուր, այսինքն ուզում ես տղա ունենաս, որ կեսուր դառնաս։ Ահա։ Լավ, իսկ տալ թե այն մյուսը ոնց էր, տալ թե քենի։ Քենի եմ արդեն։ Ահա, դե ուրեմն Դե տալ էլ կուզենամ դառնամ, բայց քենի եմ հիմա, հա։ Քերակին թե օրեղպորկին։ Քերակին։ Քերակին, հա, փաստորեն։ Մորքուր թե հորքուր։ Մորքուր եմ հրաշալի 4 հոգու, հա, բայց մորքուր եմ։ Մորքուր էլ պիտի։ Տեսնում ես ինչ հարց տվեցի։ Այսքան բան, ինչ որ էքսպրոմտ է կապ, չգիտեմ, լավ եղավ, բայց կիսուր ա ուզում դառնա։ Կիսուրները մեր ժամանակ գիտես, չէ՞, ինչ ռեյտինգ ունեին։ Դրա համար եմ ուզում դառնամ կեսուր, մարդ ջան, որ հասկացնեմ ռեյտինգ հավաքած։ Բայց հիմա կիսուրները այդ ռեյտինգը չունեն, ներողություն, հիմա ամուսնանում են, գնում են առանձին, ապրում են։ Պահպանվել են դեռ։ Եվ նույն է, կիսուրը մեր ժամանակ ուրիշ էր։ Մեր ժամանակ ուրիշ էր, ես համաձայն եմ։ Բոլորը ցանկանում են լավ կիսուրներ, սիրելի կանայք եւ աղջիկներ։ Հա, կարևոր է, չէ՞, կնոջ համար, հա, իրական։ Այո։ Շատ ուրախ էինք, որ մեզ հետ էիք, եթե մեզ հետ էիք։ Իսկ դուք ուզում ենք խնդրել, որ չմոռանաք մեզ հավանել, մեզ լավ ոգևորող բառեր գրել, որովհետեւ մենք շատ նոր ենք այս ոլորտում ու հուսամ ըստ ձեր ոգևորության մենք դեռ երկար կմնանք։ Սիրում ենք բոլորիդ, մինչ նոր հանդիպում։